քարերի վրա սիրեինք, գրեինք, պլյուս անեցա փորագրած, որ մինչև մի 60 տարի ավել մնում ա դեռ։ Ռազմիկ պլյուս ռիմա։ Հավասար են մտահանա։ Դեսեր անենցելում տեղ չի տալիս, սն էլ գրում է սերիկում կամ սիրտ ես նկարում։ Սիրահարված ռազմիկը Սեդվու ու Աքոր ու ժայռաքարափներին էլ տեղ չէր թողել։ Չոբան գնացած ժամանակ սիրատոչոր տղան գեղեցկուհի Ռիմայի անունն էր էստեղ այնտեղ փորագրում։ Ռիման էլ մեկ-մեկ հորը փոխարինելիս ու ոչխարներն արոտ տարած ժամանակ տեսնում էր ռազմիկին ամոթից կարմրում, բայց մտքում աշխարհով մեկ լինում։ Բա էլ ինչ աներ, սիրտը կպել էր կապուտաչիա երիտասարդին։ Հետո ռազմիկը բանակ գնաց, իսկ քարափներին փորագրված սիրո խոստովանությունները մնացին որպես մտադրությունների ու սիրո զգացմունքների վկայություն։ Բայց սիրո այդ ինքնազեղումը պատահականորեն ռազմիկի հոր աչքով ընկավ ու խեղճ մարդու սիրտը բան չի մնացել, որ հենց տեղում պայթի։ Գնում ա ավիլ քաղելու, ես բանակում դե այդ ժամանակ։ Գնում ավիլ քաղելու մեկ էլ Մերի ջան, տենում ա ռազմիկ պլյուս ռիմա, նստում ա խեղճ մարդ, լացս էլ գալիս իսկականից, խեղճերս նստում ա մի լավ լացելում, դե տղեն բանակում նա էտ էլ տել ա, ասում ա մի կուշ լաց է լավ եկա։ Հանուր է իր գերեվր է խեղճ մարդը լացել է։ Ուրեմն պետք էր, որ գրել եմ հանդիմանանքին, պատասխանում է ռազմիկը։ Փորագրություններն արդեն 60 տարի եւ ավելի զարդարում են Աքորու ժայռերը, հիշեցնում պատանեկան երազանքների ու ցնորքների մասին։ Իսկ իրենք 50 տարի ու մի բան էլ ավել ապրում են երջանիկ, խաղաղ ու հաշտ իրենց ամուսնական կապով, որ սկսվեց ռազմիկի բանակից վերադառնալուց անմիջապես հետո։ Մինչ այդ քանի տարի է պայքարել հարևանուհի Ռիմայի սրտին տիրանալու համար։ Գեղեցկուհի աղջկան աչքի տակ առած էս կողմ են կողմեր անում, որ մեկն ու մեկը հանկարծ չփորձեին մոտենալ ու գործը խափանել։ Հետո 1-2 հայացք, տաք զրույց ու Աստծո կամքով ստացվեց։ Հենց հայրական տան բակում էլ 7 օր 7 գիշեր հարսանիք արին։ Սեղան նստարաններ էին շարել բակում այգում, հարս ու փեսայի հետևում խալի էին կախել, վրան բամբակով գրել ռազմիկ պլյուս ռիմա, նվագողներն էլ հայտնի, մի խոսքով երգ ու պար մի մեծ ուրախություն։ Ռիմայի բաժին կոժիտն էլ ամբողջ թաղավորով շալակած ոտքով բերին հարսանքավորների ետևից, այն ժամանակ այդպես էր կարգը։ Սաղ ձեռով են կրել բերը հասցրեստի։ Ինչ բերեցի հետը։ Ինչ բերեցի, սերվան, փետի կրավատնի, սեղանա, թորնի, տեղաշոր, աման չամանն էլ ձեռով բերեին, ամեքով ինչ ասցներ, հետքան մոլիկ էինք։ Սիրող սրտերն իրար հասան Խանդամիրանների օջախում էլ թե հարսի բաժինքից, թե հարսից էլ գոհ մնացին։ Միայն թե գեղեցկուհի Ռիման առաջվա փարթամ ու երկար մազերն արդեն չունի, բողոքում է ռազմիկը, բայց դե սերը դրանից ամենևին չի պակասել։ Թող առողջություն լինի ընտանեկան ալբոմների հին լուսանկարներով կհիանա լուսանկարներ, որ հիշեցնում են գեղեցկուհի կնոջ երկար ծամերն ու դրանք կտրելու պատմությունը։ Եկա թե հա հորս ախպերը։ Ինչ ես հեքատ պատմում։ Մազերը որ սախպերը չի կտրել մազերը։ Ես տները սարքելի սա կտրել։ Խի կտրեց։ Գործ էին կարել պատմատ դնելի սաղ թոզումը կորել էր։ Եղամիջումինդով սետ կասեինք, ասին կարտոշկային նստացի, աս որ մազերս կարճելի բամիս ծանդրիլ չեմ գնում, ես մարդն ասա, բի կտրե։ Ինքն էլ էր կանգնած, ես մտահանա արի։ Տալս գնաց մկրատը բերուց, ես մարդ էլ բռնեց ու մազերս կտրեց։ Շատ երկար էր մազերս ու խիտ։ Այդ վաղտից մնացի մազերս կտրեց։ Հիվանդանոցի Հերմին է նա։ Ռազմիկը կողմ չէր մազ կտրելուն, երկարածամ Ռիման էր մի ժամանակ սիրտը թունդ հանել, բայց դե եղած էր ու երկար թե կարճ մազերով պապը գեղեցկուհու կողմից Միքայել էլ չի հեռացել։ Ամբողջ կյանքում աչքի լույսի պես պահել, սիրել, գուրգուրել, փայփայել ու հետևել է, որ պարտեզի ամենագեղեցիկ ծաղիկը հանկարծ չթոշնի։ Երկրագնուտ երեսին ինչքան կենթանական աշխարհ ու բուսական աշխարհ կա, Հիսուս պապիկը սարքելա նրանց վարքյանական։ Հետո մտածելա, որ մի էագ ես սարքեմ, որ դրանց բոլորին տիրություն անի։ Ու կինարմատին սարքելու համար տարիներ ա պետքնել է նրան, որ ոչ կոտրվի, ոչ ծալվի, ոչ փչանաշուտ, այսինքն դիմանա
կենթանական աշխարհի մասին է խոսքը, մենք էլ դե կենթանի ենք, չէ՞ ամեն դեպքում, Մերի ջան։ Շատ զարմանալու բան է ու չկա մի հատ նկարիչ մարդ, որ նա իր նկարների մասին կինարմատին նկարելիս ասի Հիսուս պապիկը այ այս բանը եթե սենց երել է լավը կլեր, այսինքն իդեալական բանը որ արել է Հիսուս պապիկը չի կարա այն Պիկասոից բռնացրած ոչ մեկը դեռ չի կարացե մի ծուր բան գտնի որ ասի այս Երնակ Հիսուս պապիկը սենց էր արել, այս կինարմատը սենց արել լավը կլեր չի էլի։ Ու կինարմատը մինչև իր ընտանիքում դարբնի դեր չի տանում, այդ տունը չի սարքվում Մերի ջան։ Կինարմատը պետքա տղամարդուն կայացնի ընտանիքի սրբությունը զգացնել տա իրան։ Այսինքն պետք է երկաթու անցածեցում դարբինը, այտենց իր մամուսնուն պետք է կայացնի դրան որպես ամուսին, որպես տան ղեկավար։ Ռազմիկը գյուղի ամենահայտնի դարբինն է, որին կյանքում կռել ու այդպիսին է դարձրել Ռիման։ Միայն թե տատը մեկ-մեկ, ինչպես ասում են, երբ ծունկը կտրում է, վայ է տալիս գլխին, որ սխալ դարբնություն է ուսանել Ռազմիկին, սխալ է կռել։ Առավոտից իրիկուն տարիք ու եղանակ չասելով պապը տատին չարչարում է այգում։ Այնպես չի, որ պապը թինքն է տալիս տատին չարչարում։ Երկուսով ուսուսի տված տարիներ առաջ գյուղի անջրդի ու խոպան հողատարածքներից նախ այգի ու բանջարանոց են կռել, դրախտավայր ստեղծել։ Ազնվամորի են աճեցնում, հազար ու մի տեսակ բանջարեղեն վաճառում ու համ իրենք են ապրում, համ էլ երեխաներին օգնում։ Բայց մեկ-մեկ տատը ծանր աշխատանքից հոգնում ու նեղանում է պապից, որ ամեն օր նոր գործ է սկսում, նոր մտքեր, նոր նախաձեռնություններ ու այդպես գործը գործի ետևից ձեռնարկելով շունչ առնելու ժամանակ չի թողնում։ Ու տատը սկսում է ընտանեկան մենամարտը։ Երբ տան բայից բաղճ շատ աշխատացում արևի տակն եմ ընկնում, մի նոր էինք եկե, դի կռվել եմ շատ, եկել եմ տաններ մի երես կռվե, արագ համ հաց սարքեցի, համ կռվեցի, բայց ես դիմանում չեմ, ճնշումս էլ շատ բացրն ալում, արևը հենց տալիս է, արդեն լավ չեմ։ Դրա համար կռնում որ տանը գործանող չկա, գալիս եմ բեզարած, հասցնում չեմ մի բանել, դրա համար ավելի շատ եմ ջղայնանում։ Դե Ռազմիկն էլ նման դեպքերի համար մեծ փորձ ու զինանոց ունի։ Գլխավոր պաշտպանական զենքը համբերությունն է։ Մի տեսակ իջիր ջրի հատակը միջև կանցնի վտանգը։ Հերու այգում գործ, տամբակում գործ, մի խոսքով տատը բողոքավոր է ու պապը ռազմավարական նոր հնարք է կիրառում։ Ասում եմ աշխատող մարդուն մի կնիկը չի հերիքում Մերի, տես ինչ եմ ասում, իսկ չաշխատող ինքը կես կնիկ է, չաշխատող մարդ, նա ինքը իր համար կարող է ճաշեպի, հաց թխի կամ մի բան, արդեն ինքը կես կնիկ է, էլ նա կնիկն չի նա պետք է, բայց որ աշխատում ես զգում ես մի սրա այս կնկանն անտեղի քաշեմ տալի 70 տարեկան է, մի որ մինն էլ քիչ բաբատ, են հետս կտանեիք աշխատացնեի։ Ես տանը կմնա, գնենք կաշխատի իր հետ։ Չէ, սուտ ասում։ Չեմ սուտ ասում։ Կարող է էլի ձեզ տանի։ Դե այնքան կամ տենա մինը գործեր սարելա։ Տարբերություն չկաստի կամ ընդի։ Ռազմավարական այս զենքը կատակն է հումորը, բա էլ ինչ անեն, տարիներով արած դրածը չխնամել, չհետևել, թողնել արդեն չեն կարող։ Բացի այդ, պապ նեությամբ այդպիսին է, որ ծուլություն չի սիրում, այդպիսի մարդկանց էլ չի հանդուրժում։ Ոչ մի անգամ արձակուրդ գնացած չկամ։ Զարմանալու բան է, ասում են, բա չես հոգնե, ասում եմ, եթե մարդ աշխատանքը համարի տանջվարանք, առանց աշխատիլ էլ հոգնում է, Դավիթ ջան։ Իսկ եթե դու նա սրբորեն կատարում ես ու քեզանից աշխարհ չեն ուզում, որ դու անը երկրագունդը պատտես, ասես չի պատտում։ Ընդամենը ինչ հասցնում ես, ինչ խելքդ ասում են ես անում, քեզ ով է սպանում։ Ու դա պետք է հաճույքով անես, որ չհոգնի մարդը, չնեղվի։ Ես իմ կյանքում ծխած չկամ, ոչ մի անգամ ու շատ վատ բան եմ տենում ծխող մարդու մեջ, մանավանդ այս ջահելները։ Դրա համար այս տարիքիս էլ աշխատում եմ։ Ու զարմանալու բան, աշխատողը ոչ մի անգամ չի կարա իր աշխատանքը վերջացնի։ Այտենց կյանքում այտենց բան չի ելե։
ասում է գնամ ես էլ պրծնեմ ու վերջեն էլ պրծնեմ, չի կարա Մերի ջան, չաշխատողի հիմա ամեն ինչ վերջացած է, իսկ աշխատողի հիմա ամեն ինչ նորը սկսում է ու չի վերջանում։ Դե ինչպես վերջանա, երբ բաղերում ազնվամորու թփերը կապել են ուզում ջրվել, տան դռան թթեն ու բերքը ոտի տակ է ընկնում, տարաներում օղու հումքն է հասունանում ու այդպես անվերջ գործ ու էլի գործ։ Մեզ ես քանը թափտա, որ ես կրանամ հավաքեմ եի։ Ես չասի թափ չտաս։ Հա? Ոսում չի։ Բոճկեն տեմ լցնի արաղ քաշեմ, որ ինքն տղերքը խմել։ Անձրև արավ տապա։ Հերիքա, կարաս ձանաս, հերիքա։ Ասողը Դավիթն է, դուք չի։ Ասող է, որ ես ասող չեմ, բա ով ասող։ Դուք ու կլոր սուտ կեզ ասող չի։ Այգու ու մյուս գործերը դեռ ամբողջի չեն, ինչպես ասացինք, Ռազմիկը գյուղի փայտագործ վարպետն է, թեև ամեն գործից էլ գլուխ է հանում եւ շինարարությունից, եւ մետաղից, եւ ավտոմեքենաներից, մի խոսքով ամեն մատը մի մարդ, ինչպես ասում են։ Դժվար ժամանակներում ու դժվարությամբ է մեծացել, կյանքը ստիպել է ամեն ինչ սովորել, ամեն գործում հմտանալ, ասում է։ Հիմա ամեն ինչ կա։ Ամեն ինչ, ես մինչև 4-րդ դասարանը նկար ունեմ, բոբիկ եմ դասի գնացել։ Գրելու բան չկար, բալիկ, են թերթի վրա պրավնին սադա տեղ ասեին էլի, անգրիլ տեղ եզրերը, դրա վրա գրեին կմի կարող ասեն ես մարդը քանի տարեկանա, որը տենց ասում, կային տետրել ունեին, են թանաքամանների բանի ժամանակներ էլի, ես բաները չկար, բայց են վերացել իրարից շոր հակնեինք, պարավնին շորը կրկատեին, չէիր կարա գիտեն, ասեն, որ շորի ինչ գույնի վրա ես կրկատել։ Կամ տատ ունեի հացը ուտելի սենց շորը մի քիչ բան աներ, մի պուչ ուրել են փեշի վրա, որ բան աներ, սենց թապտել են մի կտոր, մեն մի փշրոնքն էլ սենց թակնոտ էին։ Եկել է ժամանակը, պետք չի, ասենք, ոչ ամոթ դա կարելի ասել, ոչ զգացմունք, բայց սոր մինչև հինը թազից չի կարա կտրվի ռիզենի նման դամիջ ծկվումը։ Հայրենի հողում ապրելու ու արարելու կողմնակից է պապը։ Ժամանակին ինքն էլ քանի անգամ խոպան է գնացել, հետո վերադարձել ու վերջնական որոշել։ Դժվար է, հեշտ է, այստեղ իր կյանքն է ու ապագան։ Մի շատերին ասում եմ, ձեր հայրենիքը եթե չսիրեք, ձեր հողումը դուք մեռնելու իրանք չունեք։ Թուրքերն ասում են գյոր գերեզմանուտին, ասում են պրավնին ասեն գյորբե գյորել, ես ինչ մարդն անից էին, հմի ձենք, դուք որդի գնացիք սատկեցիք, ուրիշ ազգերի հիմա աշխատեցիք, մոռացաք ձեր ազգությունը, դուք ընդի գյորբե գյոր կանեն, միանի հայերի գերեզմանուտա բուլդուզերը կգծեն ու կբոթեն կտանեն, բայց սա իրան սուրբ հողն է, եթե ուզում են հանգիստ մեռնեն, մեռնելուց հետո կյանք կա։ Մարդը իր կյանքը շատ քիչ է ապրում, բայց մեռնելուց հետո դարերով է ապրում։ Իր ֆիզիկական գոյությունը, որը արդեն չկա, նա հոգեկան աշխարհն ապրում է, նա հիշվում է բոլորիս մոտ։ Ռազմիկ պապը մի խորհուրդ ունի ջահել տղաներին, որ ընտանիք են կազմում, հետո աչքները դրսում պահում, տարվում սերիալային ու հեռախոսային գեղեցկուհիներով դզած ու փչած օրինակով իդեալական աղջիկներ փնտրում։ Այնինչ իսկական իդեալն իրենց կողքին է, ասում է։ Շատ ժամանակ կնիկ մարդ այդ հասկացողության մեջին մարդ իր կնգանը դերասանի նման է ուզում տենա։ Բայց նա դերասան է, նա նայել է պետք, բայց իր կնիկը երեխա ունենալու մարատում պահելու։ Եթե տարբերությունը չի լում, այդ դրա խաթեր են շատ նեղանում, գնում, մանգալի ցիգանություն անում, աչքներ են ուրիշի կնգա վրա կամ խիրա կնիկը տենց չի։ Ջահել տարիներին Ռազմիկն էլ, ինչպես ինքն է ասում, բալետ է արել հնդկական ֆիլմերի գեղեցկուհիներին, բայց դերասանուհի, իր կինը Ռիմա երբեք չի նույնացրել։ Դրա համար էլ 52 տարի երջանիկ ու սիրով ապրել են։ Միայն թե հիմա միայնակ են ու երբեմն ասել խոսելու էլ բան չի լինում։ Ամեն ինչ ասված է, ամեն ասելիք սպառված։ Լուրջ չնստելու կամ էլ լեզվակռիվ չսկսելու համար ամեն մեկը մի զավակի տուն է գնում, ուշ երեկոյան վերադառնում։ Թորներ, ծորներ ունեն, երազում են ծոռան հարսանիքին պարել ու այդ ու նմանատիպ երազանքներով էլ ապրում են։ Բայց
կյանքի ու Աստծո հետ անգիր ու անտառ պայմանագրում ֆորս մաժորել է նախատեսել Ռազմիկը։ Ես պատկերացնում եմ 7 տարի հետո թորն եմ տենալու։ 7-ը շատ չի։ Մեծ թորնիկս 17 տարեկան աղջիկ կլի, ավելի շատ պետք է ապրենք, չի կարելի տխուր մարդը ճամփա բան չի գնում, ինքն էլի տանում են։ Պետք չի նրա մասին մտածելը ոչ մի անգամ։ Ես եթե իմանամ վաղն էլ չեմ ըլելու, ես հենց սորևետ մի հատ ծառ կցանեմ, անպայման, որովհետև այդ ծառ այդ բնությունը ոչ մի անգամ մարդը հետը չի տանում։ Են մնում ամնացական ուրիշների, ոչ թե ուրիշների, մեր բոլորիս համար։ Հետո լրացնում է տատը, եթե Ռազմիկն իմանա այսօր իր կյանքի վերջին օրն է, հենց այս սհաթին կհասնի բաղեր ու կիսատ թողած կաթիլային ոռոգման գործը կշարունակի։ Հետո մի քանի կացնի ու եղանի պոչ կտաշի, հետո ծառերը կջրի ու այդպես մինչև վերջին վայրկյանը։ Այդպիսին է Ռազմիկը աշխատող, արարող, քրտնող ու նմանը չունեցող։ Այդպիսին են երկուսն էլ, չնայած տատի բողոքներին ու կռիվներին, ինքն էլ պապից ետ չի մնում։ Այդպիսին է նեությամբ ու տեսակով։ Մերի Գոլոլյան, Դավիթ Թամազյան, Աքորից, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։